Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր քաղաքական հայ ակումբի համահիմնադիր Կարեն Վրդանեսյանն է։ Բարև ձեզ, պարոն Վրդանեսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Վրդանեսյան, առավոտյան ժամերին են տեղի ունենում մեր տաղավարում այս նկարահանումը եւ այս պահին մենք ունենք ուղիղ հեռարձակումներ Շիրակի մարզից 30 քաղաքացիական հագուստով մարդիկ ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան եւ այնտեղ իրականացնում են ինչ-որ գործողություններ։ Սա մենք պետք է ընդհանուր մեծ համայնապատկերում դիտարկենք Նիկոլ Փաշինյանի կամ ի դատավոր, որի մասածը Չանիի տրամաբանությամբ, հա, սա դրա բաղկացուցիչ մասն է, նախ վարույթ հարուցել, հիմա նման գործողություններ սկսել։ Կարծում եմ սա ավելի մեծ պատկերում արժի դիտարկել, դա թուրք-ադրբեջանական դաշինքի պատերազմն է Հայաստանի դեմ, ընդհանրապես հայկական ներկայության դեմ այս տարածաշրջանում, սա ազգի ապամոնտաժման, հայ ազգի ապամոնտաժման գործընթացի հերթական դրվագ է եւ այդ կոնտեքստում Նիկոլ Փաշինյանը որպես թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու, որպես Հայաստանում ես դա անվանում եմ նիկոլա-թուրքական օկուպացիոն վարչակարգ, որպես այդ վարչակարգի ղեկավար, որպես խամաճիկ բռնապետ, խամաճիկային բռնապետություն, դա քաղաքագիտական տերմին է, էլի ինչ որ տենց որակում չի, դա հենց երևույթի նկարագրություն է, որպես խամաճիկային բռնապետություն։ Դրա հերթական դրսևորումն է Նիկոլ Փաշինյանի համար եւ իր, այսպես ասած, դրսից, հա, պատվիրատուների համար ցանկացած ինստիտուտ, ցանկացած նույնիսկ ռեսուրս ունեցող կազմակերպություն անց խնդիր են։ Ընդհանուր եկեղեցին իր թեմերով։ Այո, թշնամի են։ Նիկոլ Փաշինյանի համար թշնամի է։ Հիշենք առաջին իսկ օրվանից, որ Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության, բառացիորեն օրեր անց եկել էր իշխանության արդեն, այսպես ասած, համախմբելով իր շուրջ հակաեկեղեցական ուժեր ու իր քարոզարշավը շատ արագ վերածվեց հենց Էջմիածնի դեմ, Մայրաթոռի դեմ պատերազմի, հա, հիշում էինք այդ հարձակումը վեհապարի վրա, նոր վեհապար, նոր առաջին իսկ օրենքներից իր ընդունած, առաջին իսկ քայլերից մեկը դա վեհապարին օրինակ պաշտպանությունից զրկելն էր պետական եւ այլն եւ այլն։ Բայց ինչու այդ դեպքում հիմա աստիճանաբար ալիքներով էր անում, միանգամից եթե այդպիսի քայլի գնար, չէր մարսի, հիմա արդեն ոտը պնդացրել է, հիմա արդեն քարոզչություն, նախապատրաստական այդ քարոզարշավը քանի տարի է անում է, հա, փաստացի անցած տարվանից օրինակ Բագրատ Սրբազանին հրեշացնելու, վարկաբեկելու վրա էր աշխատանք տանում, ընդհանրապես կաթողիկոսի դեմ, հա, լուրջ աշխատանք են տարել քարոզչական, ընդհանրապես հայ եկեղեցու դեմ ու այս ամեն ինչը իր ժամանակը եկել է, այսպես ասած, հիմա գալիք ընտրություններից առաջ, եթե դրանք ընդհանրապես կայանան, գալիք ընտրություններից առաջ ըստ էության դաշտի ցանկացած դիմադրության օջախ, որ կարող է մարդկանց մոբիլիզացնի, իսկ ինքը շատ լավ տեսավ, որ եկեղեցին կարող է մոբիլիզացնի, բայց նույնիսկ եթե չտեսներ, մեկը դրան հասնելու էր։ Այսինքն իր համար ցանկացած ռեսուրս դա խնդիր է։ Դա ընդհանրապես բռնապետներին է բնորոշ։ Բոլոր ոլորտներից եկեղեցին տարբեր է, պարոն Վրդանեսյան, որովհետև բոլոր հարցումների համաձայն մեր հասարակության ճնշող մեծամասնությունը հանդիսանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Եվ ճնշող մեծամասնության համար անընդունելի այն, ինչ տեղի է ունենում։ Եթե բանակի վերաբերյալ, սահմանադրական դատարանի վերաբերյալ կարող էր Նիկոլի համար հենց դրա համար է դա խնդիր է։ Բայց դա ունենալու է բումերանգի էֆեկտ, չէ՞, ինքը այդ հաշվարկների չի արել։ Այ տեսեք, հիմա եկեք հասկանանք, հա, նախ սա առաջի խայտարակ քայլը չի, հա, որ Նիկոլն է անում։ Սկսած պատերազմում Հայաստանը պարտության տանելը, սկսած բազմաթիվ խայտարակ մեծ ու փոքր, հա, իրադարձությունները, սենց որ
շարենք ավելի գլոբալից սկսած մինչև առանձին հա մարդկանց ինչ որ դեպքեր, օրինակ Սոնա Մնացականյանից սպանությունը, հա, այս ամեն ինչը որ սենց շարենք, խայտառակ դեպքեր են, ամեն մեկը կարող էր առաջացնել բումերանգի էֆեկտ։ Ինչի չի առաջացնում, որովհետև բումերանգի էֆեկտի առաջանալու համար պետք են քաղաքացիական կառույցներ, հասարակության համախմբող մոբիլիզացնող տարբեր կառույցներ են պետք։ Իսկ նա առաջին իսկ օրվանից այդ բոլոր կառույցները քայքայել է, քանդել է, ավիրել է։ Հայաստանում քաղաքացիական ինչ հասարակություն կար մինչև 18 թիվ, իդեպ այդ քաղաքացիական հասարակության մոբիլիզացիան էր հենց հեղափոխություն կոչվածի այդ ամենաավանգարդը, հա։ Ինքը առաջին իսկ քայլով սկսեց այդ քաղաքացիական հասարակություն կոչվածը քանդել։ Ինչ եմ ասում քաղաքացիական հասարակություն կոչված, որտեվ ինչպես մենք տեսանք, այդ քաղաքացիական հասարակության մեջ կային եւ իրական քաղաքացիական հասարակության ուժեր, կային եւ դրսից սնուցվող ըստ էության գործակալական ցանցեր։ Գործակալական նույնիսկ այդ գործակալական ցանցերն է massամբ քանդել, մի մասին բերելով իշխանության մեջ ներառելով, պաշտոններ տալով, մի մասին օրինակ ֆինանսավորման աղբյուրները Իրանով անելով, հա, հիմա շատ ֆինանսավորում, որ նախկինում ուղիղ գնում էր ՀԿ-ներին, հիմա կառավարությանն են տալիս դրսի դոնորները։ Մի խոսքով, այսպիսի բազմաթիվ բաներով, օրինակ նույն քաղաքացիական հասարակությունը քանդեց, հա։ Հիմա այդպիսի մոբիլիզացիոն կառույցներից մեկը, ինստիտուտներից մեկը, որ 1700 տարվա փորձ ունի, եկեղեցին էր։ Այսինքն դուք ուզում եք ասել, մի Նիկոլ Փաշինյան կարող է նաև 1700 տարվա պատմություն ունեցող, հազարավոր ասպատակողներին հաղթած եւ չընկրկած եկեղեցուն հիմա հաղթել։ Իր տեսակետից ինչ տարբերություն ինքը եկեղեցի է քանդում, թե Արցախ։ Արցախում 2000 տարվա գրանցված 2000 տարվա հայկական ներկայություն ա եղել անընդհատ։ Հա։ Հիմա եթե 2000 տարվա հայկական ներկայությամբ տարածքը այսօր, հա, հայկական հայրենիքի մասը Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2.5 տարում փուռը տվեց։ Ինչն է իրան խանգարում 1700 տարվա կառույցը վերացնել։ Եթե իր մեջքին կանգնած են Թուրքիան եւ Ադրբեջանը, ու եթե հայ հասարակությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանին ընկալել որպես լեգիտիմ վարչապետ։ Ինչու է ընկալում այդպեսին։ Չգիտեմ։ Ընդդիմությունը ինչու է ալ Նիկոլ Փաշինյանին շարունակում ընկալել որպես լեգիտիմ վարչապետ, ինձ կարող եք բացատրել։ Չի ընկալում։ Ոնց չի ընկալում։ Մասնավորապես խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմությունը։ Պարոն վարչապետով չեն դիմում իրան։ Դիմում են։ Դե ասում են պաշտոնական դիմելաձևը բա ինչ անենք, ոչ ենք ասի արա։ Դե բա լեգիտիմությունը ոնց է լինում։ Դուք նկատի ունեք, որ հասարակությունը չի պորտկում, որովհետև ընդդիմությունը դա չի առաջացնում։ Մենակ ընդդիմության հարցը չի, ընդհանրապես ազգային մոբիլիզացիոն ենթակառուցվածքի խնդիրն է։ Դրա մեջ եւ եկեղեցին է մտնում, եւ ընդդիմությունն է մտնում, եւ քաղաքասարակությունն է մտնում, որը չունենք ըստ էության քաղաքասարակություն չունենք, բայց եկեղեցին մտավորականությունը, որը բսկտված է եւ այլն եւ այլն։ Եկեղեցին ունենք, ազգային։ Մենակ եկեղեցին արժե համակարգի կրող քաղաքական կերպարներին, գործիչներին ունենք, ինչու՞ չի ձևավորվում։ Մենք շատ հետաքրքիր sense մոտեցում ունենք ու բավականին դա մանկամիտ մոտեցում է, հա, որ լինելու է մեկ ուժ, լինելու է մեկ առաջնորդ, լինելու է ինչ-որ մեկ կազմակերպություն, կառույց, բան, որ այ ինքը մենակով բոլոր խնդիրները լուծելու է, իսկ մյուսները կողքից ծափ են տալու։ Բայց ընդդիմադիրներն այդպես չեն ասում։ Բոլոր ընդդիմադիրները, օրինակ այս տաղավար հյուրեկողները նաև, ասում են, որ բոլորս գիտակցում ենք, որ սա մեկ ուժի, մեկ քաղաքական միավորի, մեկ լիդերի բան չէ, բոլորը պետք է կարողանան համախմբվել։ Ես ընդդիմությունից համախմբվելու ուղերձ վերջի տարիներին չեմ ստանում։ Ես ընդդիմությունից ստանում եմ ուղերձ իրար վրա մեղքեր բարթելու, իրական եւ մտածածին, ես ստանում եմ պառակտման ուղերձներ ու միայն ես չեմ ստանում, շատ մեծ թվով մարդիկ, որոնք 21 թվականին ձայն են տվել ընդդիմությանը, այսօր այդ մարդիկ չեն ցանկանում այլևս ընդդիմությանը ձայն տալ։ Ասում են, որ
փաստացի ստացվում է, որ ընդդիմությանը ավելի շատ հետաքրքրում է, չգիտեմ, խաղի մաս լինելը, քան Հայաստանը ազատագրելը։ Բայց արդարացված է այդ մարդկանց այդ պահվածքը, պարոն Վրդանեսյան, դա նշանակում է դուք դառնում եք անտարբեր, իսկ անտարբերները ինչ են անում, ջուր են լցնում Փաշինյանի ջրաղացին։ Ես չեմ ասում, որ դա ճիշտ մոտեցում է, բայց ես ասում եմ, դա շատ մեծ թվով մարդկանց մտայնությունն է եւ մարդիկ այդպես մտածելու հիմքեր ունեն։ Լավ, այդ մարդիկ այդպես մտածելու հիմքեր ունեն, իրենց անգործությունը գուցե քողարկում են նաեւ դրանով, բայց եկեք հիշ տեսնենք վերջին օրերին։ Օրինակ փողոցային պայքարների չեն մասնակցում, ասում են հոգնել ենք ընդդիմադիրների գզվռտոցից։ Անցած տարվա մայիսի 9-ին 50,000 մարդու կարգի աննախադեպ թվով մարդ դուրս էր եկել Հանրապետության հրապարակ։ Ինչ եղավ։ Իսկ ով ասաց, որ միանգամից պետք է լիներ։ Ով ասաց, որ Փաշինյանի դեմ պայքարը այդպես հեշտ միանգամից պետք է գնար։ Ես ասեմ ով ասաց, ով էր ասում, որ էսա մի ժամից, մի օրից, 3 օրից, էսա շուտով 1-2 շաբաթից եւ այլն, ով էր անդադ ասում։ Ու սա առաջի դեպքը չի, երբ որ առաջնորդները մարդկանց հավաքում են, տալիս են անիրական խոստումներ եւ այդ անիրական խոստումներից ելներ, հետո էլ մարդկանց վրա մունաթ են գալի, թե բա ինչի բան արեցիք։ Չէ, ասում են դուք պետք է բոլորդ պատրաստ լինեք նրան, որ հայրենիքի համար պայքարը մեկ անգամ, 10 անգամ փողոց դուրս գալու պայքար չէ։ Տեսեք, պետք եղավ 100 անգամ պետք է անել նույնը։ Տեսեք, այ առաջինը ասվում է մի քանի օր, մի քանի շաբաթ, չգիտեմ, հունիսը հուլիս չի դառնա, հա, այդ ձևի հայտարարություններ են արվում, հետո ասում են, բայց պատրաստվեք երկար պայքարի։ Սա արդեն հակառակա տրամաբանությանը, հա, մի օր մի բան ես ասում, մյուս օր մյուս բան, երրորդ օր քեզ ոչ մեկ չի լսում։ Պարոն Վրդանեսյան, Նիկոլ Փաշինյանը քանի տարի պայքարեց իշխանության գալու համար։ 23 թվականի Արցախի հանձնման օրերին էլ մեծ թվով մարդիկ դուրս եկան եւ ավելի շատ մարդիկ դուրս կգային։ Ու խնդիրը ի՞նչն է, հա, ես տարիներով ասում եմ, որ այդ պորտկումների վրա հույս դնել չի կարելի, հա, որտեվ այդ ալիքները պորտկումների, այդ ցասման ալիքները ոնց բարձանում են, տենց է հանգում են։ Բա իմ ասած խնդիրը ի՞նչ է, չկա մոբիլիզացիոն համակարգ, չկա ռազմավարական մոտեցում, չկա պլանավորում, երկարաժամկետ, հա, բոլոր ինչ որ ֆանտաստիկ խոստումներ են տալիս։ Հավաքվենք այսօր ու այսին ժամից հետո, այ արագ ես մի բանը կանենք ու հետո չի լինի։ Նույն Նիկոլ Փաշինյանը ըստ էության 18 թվականին կարողացավ բոլորին թվում է թե 2-3 շաբաթում ինչ որ բան եղավ, բայց նա տասնամյակների այդ աշխատանքը, որը արել էր, այո, ինքը չէր արել։ Ուրիշների արածը իրանով արեց։ Հա, իրականում 2008-ից, մարտի 1-ից։ Մինչև էտել այդ բոլոր ցանցերը ստեղծվում էին մինչև 2000 դեռ հլի 90-ականների վերջից։ Այդ մարդիկ բոլորը գնում էին, սովորում էին, տրեյնինգներ էին անցնում, չգիտեմ, մասնագետներ էին գալիս դրսից, բացատրում իրանց, մեդիա համակարգ էին կառուցում եւ այլն եւ այլն։ Այսօր ընդդիմադիր մեդիան հասնում է լսարանի, ամբողջ հայաստանյան լսարանի, երևի թե 15-20%-ին ոչ ավել խոսույթները ընդդիմադիր, ընդ որում որոնք են ընդդիմադիր խոսույթները, իրար մեղադրող, հակասական, իրար վրա մունաթեկող, նույն ընդդիմադիրներից մեկ էլ լսում ես թե բա թող եկեղեցին կազմակերպի, մյուսը դուսա գալիս, չգիտեմ, թողեն ինչ անի, թողեն անի, բա մի առաջնորդ լիներ, բոլորս գնայինք հետևից, բայց հենց առաջնորդ հայտնվում է, բոլորը սկսում են իրան քննադատել եւ այլն եւ այլն։ Այսինքն կան սկզբունքներ, հա, աշխատելու բազմաթիվ անգամներ փորձած աշխարհում։ Օրինակ, բռնապետական այսպիսի ռեժիմներում, եթե ընդդիմադիր շարժումը չունի կոլեկտիվ կառավարում, հա, կոլեկտիվ առաջնորդություն, մեկ առաջնորդա, երկու առաջնորդա,
շատ հեշտ դրա հարցը լուծվում է, ձերբակալում են 5-6-10 հոգի մարդ, թեման փակվում է։ Այսինքն օրինակ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման պարագայում առաջնորդը չլիներ միայն Բագրատ Սրբազանը, լիներ կոլեկտիվ։ Իրան ձերբակալելը արդեն իմաստ չէր ունենա։ Որովհետև կաշխատեին արդեն որովհետև իրան ձերբակալելը այդ դեպքում կառաջացներ ձեր ասած բումերանգի էֆեկտը։ Բոլորին միանգամից չէին կարող ձերբակալել, ով որ մնար միանգամից կբարձրացներ այդ ցասման ալիքը ու դա իշխանությունների վրա, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի վրա շատ ավելի թանկ կնստեր։ Նույնիսկ այդ հանրային, այսպես ասած, համակրանքը Բագրատ Սրբազանի հանդեպ 24 թվականին այնքան բարձր էր, որ Նիկոլ Փաշինյանը մի տարի աշխատեց, իր ամբողջ քարոզչա մեքենան այն մանր մունր ֆեյքերից, 100 ֆրենդ ունեցող ֆեյքերից սկսած մինչև 100,000-անոց նիկոլական էջեր, խմբեր եւ այլն, հա, էլ չասեմ լրատվամիջոցները, էլ հմեկ եւ այլն, ԿՊԱ-կան падգամավորները հմեկ անընդհատ մի տարի աշխատեցին, այդ քարոզչությունը վարեցին, վարկաբեկեցին եւ այլն եւ այլն եւ այլն, նոր դրանից հետո ինքը գնաց այդ քայլի։ Հիշում եք կաթողիկոսի տարեմուտի ուղերձը, եթե չհեռարձակվեց, այսինքն այդ քայլերը վաղուց պլանավորված, սիրուն օրացույցով գնում են, իսկ որն է ընդդիմության ուղերձները այս ամեն ինչի դեպքում։ Նիկոլը վախեցած է, Նիկոլը սարսափած է, Նիկոլը շունչը փչում է, Նիկոլին օրեր են մնացել, հա, հասկանանք, եթե դուք մարդկանց անընդհատ, եթե դուք ինքներդ եք այդ հիմարություններին հավատում, ուրեմն կներեք, մենակ ինքներդ ձեզ պետք է մեղադրեք, սա մեկ։ Երկրորդը, եթե դուք չեք հավատում ու մարդկանց խաբում եք, ավելի վատ։ Ու պետք չի մարդկանցից դժգոհել, ասել մարդիկ ինչի դուրս չեն գալի փողոց։ Մարդիկ զզված են այս իշխանություններից։ Ես նոր տաքսու վարդով գալիս էի, այս քաղաքի կենտրոնի այս փոփոխությունների բանով, ասենք ինչ որ մի պայելի սխալվեց, էլի չգիտեմ ինչ եղավ, ստիպված մի հատ մեծ շրջադարձ արեցինք, մի խոսքով մի հատ մեծ պատմություն, այդ ամբողջ ճանապարհը այս իշխանություններին հայհոյում էր։ Հիմա մարդիկ արդեն այստեղն է հասել բոլորը։ Բա եթե այդտեղն է հասել, օրինակ ազգային գործարարի հետ անում կալանքի, Սամվել Կարապետյանին է կալանավորում։ Ով է կազմակերպելու։ Ինքնաբուխ հնարավոր չէ դա։ Չէ, ինքնաբուխը ոնց է լինում։ Մի հատ օրինակ բերեմ, էլի, վերջերս դրա մասին գրել էի։ Օրինակ, պատկերացնում եք ինքնաբուխ հարսանիք։ Կարող է ինքնաբուխ հարսանիք լինի։ Չէ, դա հաստատ չի։ Հարսանիքին ոնց են պատրաստվում։ Ինչքան ժամանակ շուտ են սկսում, 6 ամիս, մի տարի, չէ, տեղ են պայմանավորվում, հյուրերի ցանկ են բանակցում, չգիտեմ, ընդամենը 50-ից 100 հոգանոց հարսանիք նայենք, հա, ոչ ինչ որ շատ մեծ, 50 հոգանոց հարսանիք, կես տարուց մի տարի ժամանակ է պահանջում։ Բայց ոնց կարող է 50, 60, 100,000-անոց շարժումը նախապատրաստություն չպահանջի, ավելին ասեմ, այդ հարսանիքը անելու բազմաթիվ կան մասնագիտացած ընկերություններ, հա, ինչ որ մարդիկ, որոնք արդեն փորձ ունեն, որոնք հարյուրավոր հարսանիքներ արել են, կան այդ ամբողջ ենթակառուցվածքը կա ու միևնույն է այդ դեպքում կես տարուց մի տարի պահանջվում է։ Բա այդ ոնց են պատկերացնում ըստ էության զավթած օկուպացված պետության ազատագրումը ինքնաբուխ ոնց կարող է լինի։ Լավ, ինչու չեն անում։ Ձեր ասած ռազմավարական ստրատեգիան ինչու չկա ընդդիմության։ Ես անկեղծ չգիտեմ։ Տարիներ շարունակ փորձում եմ ինչ որ բաներ հասցնել, հա, Բագրատ Սրբազանի հետ եմ այդ մասին խոսել, տարբեր կուսակցությունների անդամների հետ եմ խոսել ոչ շարքային եւ այլն եւ այլն։ Բոլորը ասում են, այո, բոլորը գլխով են անում ու ոչ մի բան տեղից չի շարժվում։ Ես չգիտեմ ինչի է։ Այսինքն ընդդիմությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, պատրաստվում է 2026 հերթական ընտրությունների։ Իրենք պատրաստվում ընդդիմություն մեր մոտ միասնական ցավոք չկա։ Դե որ երկրում կա միասնական ընդդիմություն ախր։ Այսպես ասեմ, ոչ մի երկրում չկա, նամանավանդ բռնապետություններում այո ընդդիմությունները մասնատված են, որտեղ դա անընդհատ նաև հրահրվում է, հա, ամեն կերպ փակվում է ռեսուրսները, հա, մաշացվում է եւ այլն եւ այլն։ Այդ ամիջը հասկանալի է։ Հիմա սենց հասկանանք, հա, եթե նույնիսկ երևույթի հստակ ձևակերպումը դեռ տված չի, մեր ներկայիս իրավիճակի նույնիսկ վերաբերյալ գնահատականներն են տարբերվում։
Ինչպես են տարբերվում բոլոր ընդդիմադիրներն ասում են Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի, Ադրբեջանի հարգելի ժողովրդի ու դրանից հետո միանգամից ասում են Նիկոլը տգետ է, ապիկար է, պատերազմում պարտվել է եւ այլն եւ այլն։ Ինչ է արել։ Նիկոլն է պարտվել այդ պատերազմում, ոնց է ինքը պարտվել։ Ինքը հաղթած է դուս եկել այդ պատերազմից։ Մենք ենք պարտվել։ Իր տրամաբանությամբ հաղթած է, այո, այն օր ազգային ժողովում ասած մեծ հաղթանակ է սա։ Ահա, տեսեք մարդը իր նույնիսկ, բայց ընդդիմությունը շարունակում է համարել ու նույն այդ խոսույթը, հա, որ պարտված առաջնորդը չի կարող գնա բանակցությունների։ Այսինքն այդ մարդիկ մինչև հիմա Նիկոլին համարում են առաջնորդ։ Ում է առաջնորդում Նիկոլը։ Դե իրեն ընտրած են 688,000-ին։ Չէ, 680,000-ին էլ չի առաջնորդում ինքը։ Մենք բոլորս էլ գիտենք, դա ադմինիստրատիվ լծակներով, դա մարդկանց խաբելով, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայով եւ այլն, հա, այդ ամեն ինչը կար։ Նույն Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ, հիշենք, որ այդ ընտրությունների օրերին Նիկոլի շտաբում էր, հա, ընտրությունների օրը ողջունում էր։ Հիմա կարող է Արայիկ Հարությունյանը շարունակում է աջակցել Նիկոլին, կամ կարող է Նիկոլը առաջնորդում է Արայիկ Հարությունյանին կամ արցախցիների Արայիկ Հարությունյանի, այսպես ասած, համակիրներին աջակիցներին, չէ, այսինքն այդ 680,000-ն էլ է ըստ էության միֆ, ընդ որում այդ միֆը էլի սնուցում են ընդդիմադիրները, անընդհատ այդ 680,000-ը մեջ բերելով։ Լավ, միֆ է փաստորեն, Փաշինյանը չունի աջակիցներ։ Փաշինյանը, տեսեք, այդ միանգամից գնացինք բան, հա, պետք չի կատեգորիկ բան։ Ինքը ունի աջակիցներ, ինքը ունի վարչական ռեսուրս, ինքը բռնապետ է, այսինքն ուժային միջոցներով մարդկանց պարտադրում է։ Դա բավարար է լինելու վերընտրվելու համար։ Չգիտեմ, բայց նույնիսկ եթե ինքը օրինական չվերընտրվեց, հա, որ ուժնա գնալու պաշտպանի ընտրությունների արդյունքները։ Ենթադրենք ինչ որ X ընդդիմադիր ուժ շահեց ընտրություններում հաղթեց։ Հա։ Նիկոլ Փաշինյանը ասում է չեք հաղթել։ Ինչ է լինում, հաջորդ քայլը ո՞րն է։ Ընդդիմությունը որտեղ գնա պաշտպանի, մի սահմանադրական դատարան է, այնտեղ էլ Նիկոլ Փաշինյանի սրտի մարդիկ են ներկայացված։ Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթելու խնդիր չունի, այսպես ասենք, որովհետև անկախ նրանից իրականում ինքը ձայներ կհավաքի թե չի հավաքի, նա իշխանությունից չի հրաժարվելու։ Բա եթե իշխանությունից չի հրաժարվելու, ինչու է գնում տոտալ բռնաճնշումների, ինչու Սամվել Կարապետյանի շուրջ է Սամվել Կարապետյանն էս ամենի հետ ինչ կապ ուներ։ Ինչու եկեղեցու կողքին կանգնելու համար որոշեց նրան կալանքի տանել։ Նորից եմ կրկնում, ցանկացած մեկը, ով ունի ռեսուրս ու չի վերահսկվում Նիկոլի կողմից, Նիկոլը դա ընկալում է այդ Մարդուն կազմակերպության ինստիտուտին ընկալում է իրեն անմիջական սպառնալիք։ Այսօր Հայաստանում եղած խոշոր բոլոր բիզնեսմենները դա ինձ թվում է արդեն սկսել են հասկանալ։ Նույնիսկ եթե իրանց այս գլխին այսօր լցվում է պետական տենդերներ եւ այլն, իրանք շատ լավ պետք է հասկանան, եթե արդեն չեն հասկացել, որ այդ տենդերների հետևից գալու են ինչ որ պահի դատախազություն, քննչական եւ այլն, նույնիսկ եթե իրենց մոտ ամեն ինչ օրինական լինի, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը այդ մեթոդակազմը օգտագործում է, պատրաստակատվածահար անել բիզնեսները, սննկացնել մարդկանց, տանել դատարաններում, չլել տարիներով եւ այլն, որովհետեւ ինքը ցանկացած մեկի, ով որ ունի ռեսուրս, ընկալում է իրան պոտենցիալ թշնամի։ Այդ ռեսուրս ունեցողը այդ դեպքում ինչ պետք է անի հիմա մասնավոր։ Պետք է սկսի կազմակերպել, Սամվել Կարապետյանը ինչ պետք է անի հիմա։ Եկեք սենց անենք, հա, Սամվել Կարապետյանը ինչ պետք է աներ։ Սամվել Կարապետյանը պետք է ամեն կերպ նպաստեր Հայաստանում անկախ մեդիայի կայացմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, հա, որտեղ այսօր այն հատուկենտ մարդիկ, որոնք քաղաքացիական հասարակություն են զարգացնում Հայաստանում, ունեն 0-ին ձգտող աջակցություն։ Դրսից իրանց ոչ ոք չի աջակցում, ինչպես են մինչև 18 թվականի, հա, բանն էին աջակցում քաղաքասարակությանը։ Դրսից ոչ մեկ չի աջակցում։ Մարդիկ իրենց ռեսուրսներով, չգիտեմ, ինչ որ ընկերների հանգանակություններով, բանով կամ երբեմն ուղղակի ընդհանրապես առանց որևէ
ֆինանսական աջակցության, տարիներով աշխատում են։ Պարզա չէ, որ հնարավոր չի այդպես զարգացնել օրինակ քաղաքացիական հասարակություն, օրինակ փորձագիտական համայնք, անկախ ազգային փորձագիտական համայնք։ Հնարավոր չի այսպես զարգացնել թեկուզ նույն մեդիան, հա, մենք տեսնում ենք, որ մեդիան անընդհատ նահանջում է, որովհետև ինստիտուցիոնալ ճնշում կա մեդիայի վրա։ Ամեն ինչ արվում է, որպեսզի լրատվամիջոցներ գոյություն չունենան, որպեսզի լրատվամիջոցները կամ լինեն հստակ կախված ինչ-որ քաղաքական փոխից, իսկ դա շատ հեշտ է արդեն վարկաբեկել այդ ձևի մեդիաները, կամ որ ցանկացած պահին իրանք երբ ուզեն ծորակը փակեն, այդ աջակցությունը փակեն, այդ մեդիան պայթի, հա, օրենքներ, sense փոքր աննկատ օրենքներ են ընդունվել, մենք օրինակ շատ քչերը նկատեցին, որ մամուլի բոլոր ակումբները փակվեցին։ Հա, ինչ որ օրենսդրական թեթև աննկատ փոփոխություններ արեցին, մեկ էլ հոփ չկա մամուլի այդ ասուլիսներ անկախ այսօր համարյա չեն արվում, շատ քիչ են հարթակները։ Հիշենք ընդամենը 7-8 տարի առաջ քանի մամուլի ակումբ ունեինք։ Մարդը շարքային քաղաքացին իր խնդրով կարող էր օրակարգ ստեղծել, թեկուզ կարճ, բայց գար մամուլի ասուլիս աներ ինչ որ թեմայով օրակարգ ստեղծել, հա։ Հիմա օրինակ այդ փակվեց, դա մի ուղղություն է, հա։ Ասենք հեռուստատեսություններին, հա, տես տարբեր ձևերով ճնշվեցին, աստիճանաբար բոլոր հեռուստատեսությունները անցնում են էլի մեր իշխանական շրջանակների ձեռքը, նույնը բոլոր լրատվամիջոցները։ Ընդ որում էլի եմ կրկնում, այսօր դաշտում, հենց թեկուզ բանի օրենքը, ՀՄԷԿ-ի այդ օրենքը գովազդի, ըստ էության մնացած բոլոր հեռուստաընկերություններին զրկեց գովազդ ունենալու հնարավորություն։ Այո, անարդար մրցակցության առանց այն էլ ՀՄԷԿ-ը հսկայական միջոցներ է ստանում պետբյուջեից։ Ասացիք ինչ պետք է անել։ Մեր հարկերից, եկեք այդպես ասենք։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից։ Ասացիք ինչ պետք է աներ։ Չարացները ասացիք, հիմա ինչ պետք է անի, որովհետև ես տեսնում եմ հասարակության մոտ սպասում, որ կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի եւ կարող է իրավիճակ փոխել։ Տեսեք, ամենամեծ խնդիրը եւ այդ ակնկալիքն էլ է սխալ ստեղծում ընդդիմությունը, հասարակությունն էլ ուրախությամբ դա վերցնում է։ Մեզ բոլորիս հաճելի է մտածել, որ կա ինչ-որ տեղ, ինչ-որ մի հատ կախարդական լուծում պահած, ուղղակի պահը կգա, մհերը կզարթնի, փոքր մհերը կզարթնի, քարանձավից դուրս կգա, ուղղակի երևի դեռ ցորենը բան ընկույզի չափ չի դարել, հա, հələ մի քիչ մնում է, արդեն մեծացել է, բայց հələ չի դարել ընկույզի չափ, ու այս մհերը դուրս կգա ու խնդիրը կլուծի, չէ։ Եթե չենք կառուցել եթե չկա ստեղծած այդ ենթակառուցվածքները, եթե չկա այդ դիմադրության ենթակառուցվածքը ստեղծած, եթե չկա այդ հասարակության ազգային արժեքները պահող ենթակառուցվածքը, հա, այսօր օրինակ մտավորականը ինչի հաշվին պետք է ապրի։ Այն մտավորականը, որը պետք է ճիշտ գրքեր գրի, ճիշտ հոդվածներ գրի, որոնք մարդկանց կստիպեն մտածել այս ամեն ինչի մասին, հա, այս մտավորականներին շատ ենք մեղադրում, որ, չգիտեմ, գնում են պարզա կան տենց շատ զզվելի կերպարներ, հա, իսկապես որ բոլոր իշխանություններին միշտ քծնում են, շողոքորթում են, չեն ամաչում եւ այլն, բայց կան նաեւ լուռ մարդիկ, ու այդ մարդիկ ստիպված, ասենք, օրվա հացի խնդիր են լուծում, հա, Հայաստանում այս տարիների ընթացքում, այս 7 տարի աղետների մեջ քանի գիրք է գրվել այս աղետների մասին, քանի վեպ է գրվել, քանի պատմվածք է գրվել, հա, եթե ինչ-որ բան գրվում էլ է, մի 100 օրինակով է տպվում, այսինքն հանրային դիսկուրս չկա, ըստ էության այս ամեն ինչի շուրջ, կամ պորտկումներ, ընդ որում օրակարգերը թելադրում է Նիկոլական վերնախավը, իրանց քարոզչա մեքենան է այդ ամեն ինչ թելադրում, հա, այս մյուս կողմից չկա միասնական խոսույթ, չկա նույնիսկ հստակ մի հատ փաթեթ չկա, որ բացես ասես օրինակ այ պատերազմը պարտվել ենք Նիկոլ Փաշինյանի դավաճանության պատճառով, հա, այսինքն նույնիսկ այդ հարցերում իրանք իրանց խոսույթները, օրակարգերը, ուղերձները ամեն օր կաթացնելով, լցնելով, հմեկով, իրանց այդ աղբակայքերով, հա, այդ ֆեյքերով եւ այլն մարդիկ թեպետ եւ դժգոհ են, բայց իրանք լուծումներ չեն տեսնում, իրանք ընտրությունների չեն գնա, բայց դա իրանց մեղքը չի։ Ով է մեղավոր, որ մի հատ
միացյալ խոսույթ, միասնական խոսույթ չկա ընդդիմության մեջ։ Ո՞վ է մեղավոր։ Այդ դեպքում լուծումների առումով քաղաքական հայակումբը ինչ ելքեր է տեսնում կամ ինչ լուծումների առաջարկում։ Մենք հեշտ լուծումներ չենք տեսնում։ Ու լուծումներ առաջարկում ենք, առաջարկները հետեւյալն է։ Ու դրա մասին հիմա որ չգիտեմ հերախոսով նայենք 5 տարի առաջվա նույնիսկ բաներ կգտնենք, հա, որ այդ նույն բաները ասվել է, որպեսզի ազգը ունենա դիմադրողականություն, պետք են ազգային ինստիտուտներ, եկեղեցին ունենք, բայց միայն եկեղեցին քիչ է։ Ազգային քաղաքասարակություն է պետք, ազգային մեդիա է պետք, ազգային փորձագիտական համայնք է պետք, ազգային գիտակրթական համակարգ է պետք եւ այլն եւ այլն։ Հա, տենց մի քանի հատ այս ձև ինստիտուտներ են պետք։ Հիմա կոնկրետ եթե խոսում ենք ավելի կարճ բանով, հա, դիմադրության առումով, եթե մեր դեմ պատերազմ է վարվում, մենք պետք է այդ պատերազմին պատրաստ ունենանք դիմադրողական այդ ճակերտավոր զորք, հա, իսկ զորքը դա կազմակերպվածություն է, դա լոգիստիկա է, դա մարդկանց հետ աշխատելն է, դա մարդկանց սովորացնելն է, որպեսզի մարդիկ ամեն փողոց դուրս գալուց 100 հոգի չգնան հետո ամիսներով դատարաններով, կալանավայրերով քարշ գան։ Հաշվի առնելով, որ ձեր դեմ պատերազմ են առանց կանոնների, դուք ինչ կերպ եք պատկերացնում հակադարձումը դարձյալ առանց կանոնների։ Պատերազմը առանց մի կողմ դնելով, հա, կանոններով է, թե առանց կանոնների է, եթե չկա կազմակերպված դիմադրություն, դու պարտվելու ես։ Դու չես կարող պորտկումներով պատերազմ վարել։ Այդ ասենք, չգիտեմ, այդ վերջի երևի հաջող պատերազմը պորտկումներով գուցե նախնադարում է եղել, երբ որ պատահաբար մի ցեղ բախվել է մյուս ցեղի հետ, հա, իրանց համար անսպասելի գնացել էին սունկ հավաքելու, իրար բախվել են, ծեծել են, ջարդել են, ինչ որ մեկը ինքնաբուխ հաղթել է, բայց դրանից այս կողմ ինչ գործողություն եղել է, հա, ռազմական միշտ եղել է պլանավորում, մտածված, որ կողմը չի պլանավորել, որ կողմը չի մտածել, որ կողմը իր ռեսուրսները չի նախապատրաստել, հա, չի սովորացրել եւ այլն, այդ կողմը պարտվել է։ Ձեր ասած դժվար լուծումների առումով ընդդիմադիրների հետ կիսվում եք, առաջարկում եք, քննարկում եք, ինչ եք անում։ Գրեթե ամեն օր, այն կարգի, որ արդեն բոլորը մեզնից բան են ելնում, բա հերիկա նույն բանը ասեք։ Հա, բայց չեն ուզում։ Բարերով ընդունում են, բայց ես գործողություն չեմ տեսնում։ Ինչու՞։ Չգիտեմ, այդ հարցը երևի արդեն հաջորդ ինչ-որ մեկին պետք է տակ։ Լավ, որ գան անպայման կհարցնեմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Կարեն Վրդանեսյանն էր, այսքանը ցտեսություն։